Ոնց գիտեք, տենց խոսացեք, կարևորը սխտից։ Հա, կարևորը սխտից։ Դուք լսեցիք, որ վրանը այստեղից հանվելու է, եթե հետևում եք, եթե չէ ձեզ տեղեկացնենք, որ որոշում է կայացվել, որ վրանը պիտի հանվի, կառավարությունը շարունակելու է եւս 2 ամիս տրամադրել 40+10 հազարական աջակցության ծրագիրը, ինչպես նաեւ նշել են, որ ծրագրերում, որոնք որ ներկայացրել են, փոփոխություններ են իրականացնելու։ Դուք ինչպես կգնահատեք ներկայի իրավիճակը։ Աղջիկ ջան, այդ 40+10-ը որ տալիս է այդ կառավարությունը, իրանց գրպաների չի տալի։ Ես Երևանցի եմ, դա մեր հարկերի փողն է տալի։ Անենց որ մեծ բան չի անում։ Երկրորդը բայ չպետք է չտա։ Այս մարդկանց երկիրը բնավեր արեցին։ Դու ով էիր, որ դու գնացիր կայնար։ Պրահայում այս մարդկանց երկիրը ճանաչեցիր Ադրբեջանի կազմի մեջ։ Ով էիր դու։ Ղարաբաղցին, Արցախցին քեզի տվել էր այդ լիազորացումը։ Գնացիր մարդկանց երկիրը ճանաչեցիր Ադրբեջանի կազմի մեջ։ Մարդկանց տները չթողեցիք, որ բարեին, քանդեին, միլիոններով այս մարդկանց տարիների կուտակածը թողեցին Ղարաբաղ եկան, կարտոշկեքով, բիտոններով, մեղրներով, ամեն հարստությունը թողեցին եկան ու դու խոստացար, որ այս մարդկանց ապահովելու ես բնակարանում։ Հիմա եկել է այդ աստիճանը հասե, 40+10-ն էլ չես ուզում 10, հորդ ջեբից ես տալի այդ փողը, դա մեր փողերն է։ Իսկ Արցախցին մեր հայրենակիցներն են, թողանիցվի են մարդը, թողանիցվի, ով որ Արցախցի հայաստանցի կտարանջատի։ Իրանք Արցախցիները այնքան արտոնություն ունեն ստեղ, ինչքան որ Հայաստանցին։ Մեր համար չկա տարբերություն, այդ իրանք են անամոթի պես ատելության քարոզներ անում, հետո տեսան, որ ժողովուրդը թքում է ներեցներին, արդեն սկսեցին, հիմա արդեն ուրիշ բան են բռնել։ Դրանք տենց են, չէ, այսօր ուրիշ բան են ասում, վաղ ուրիշ բան են ասում։ Հետո, ինձի թվում է, սրանք սա հիվանդ է։ Անցածից սրանք տառապում են նախկինացավ վիրուսով։ Երևի դել ուրիշ վիրուս է Հայաստանի մեջը։ Ինչ խոսում ես, ինչից խոսում ես, արշիպես մեղրի օրինակն են բերում։ Նախկիները հասկացանք, նախկիները թալանել են, չեն թալանել, ինչքան որ թալանել են, բայց հոտ ձեր չափ չեն թալանել։ Հələ մի հատ հիշեք 7 տարի առաջ ով էիք դուք։ Բոլորդ հարկադիրի պարտքերը, բրեկները տեկակ իշխանության։ Հիմա այսօրվա օրը գոնե ամաչեք թալանից մի խոսացրիք։ Գոնե ամաչեք։ Կոպեկ առ կոպեկ, Range Rover առ Range Rover հետ են բերում։ Հետ են բերում, մեզ են տալի։ Մեզի ինչ, իմ համար ինչ տարբերություն։ Պողոսից կառնեն պետր, մեկը բերում են, իրանք իրանցը պարքեբատ վճար են բաժանում, իրանք իրանցը առանձնատներ են առնում։ Դրանից ժողովուրդը շահում, ջահանդամին բերես, ռենջները առնում ես կնգատ տակ ես դնում, կարող է ժողովուրդն օգտվում դրանից։ Աննա Հակոբյանը ասում է, որ կրթվելը նորաձև է եւ հասարակությունը կրթվելու կարիք ունի, որպեսզի հասկանա իրենց իշխանության գաղափարախոսությունը, ինչ կասեք այս առումով։ Տղա ջան, մի բան ասեմ, մի քիչ շատ գլի, բայց դե պետք է ասեմ։ Հələ թող մի հատ, չէ, մի քիչ քաղաքավարի կփորձեմ։ Հələ թող մի հատ իրանք կրթվեն։ Այդ երբ են օլոյի ջոլոյի պես խայտարագություն, դրանք որ դուրս են գալի են երեխեքիներ հետևներից սկսած ամաչում են, որ դրանք մեր երկրի ղեկավարն են։ Այդ դու երբ ես Աննա Հակոբյան, մի հատ կիրթ մի բառ ասե, որ այսօր էլ ազգին ես ուզում կրթվես, հələ մի հատ դու գնա հողոցով քայլելուց սովորի, որ քորելով ձեզի չքայլեք, հələ այդքան բանը գիտակցի, հելնում եք ամբիոններից ամբողջ ընտանիքը մենակ ինքը չէ, քորելով ման են գալի իրանցը, հələ դու կրթվեք, նոր արեք ուրիշներին կրթեք, հողերս ձեր գլխին, թալանեցին կերան մեր երկիրը, չգիտեմ ոնց պետք է անենք, Ինձ թվում է ասված արդարայելի չի թողի, արդեն այնքան ենք փորձության եկել։ Նայում եմ ժողովրդին լացած գալիս է։
Այսօր ասում հələ չնայած գալիս եմ շուտ եմ գալի։ Սրանք իմ հայրենակիցներն են։ Այդ համ հələ տենամ ես էլ իմ լումայու չափով։ Զենք բռնել չգիտեմ, ոչ բան անել չգիտեմ, բայց ես էլ իմ լումայու չափով ուզում եմ գամ կայնեմ իմ արցախցի քույրերի եղբայրների կողքը, որ իրանք իմանան, իրանք մենակ չեն։ Թող նորից եմ ասում, անիծվի են մարդը, ով որ արցախցի, Ղարաբաղցի կտարանջատի։ Իրանք մեր քույրերն ու եղբայրներն են, ու իրանք հավասար արտոնություններ ունեն այս երկրի մեջ։ Էսի Նիկոլի երկիրը չի, էսի մեր երկիրն է։ Նիկոլը ժամանակավոր մի բան է, հետո մի բան էլ ասեմ։ Սրանք չեն ամաչում, ասում են 680,000 ձայն տվող ենք ունեցել։ Ման ջան, Ալին ջան, Վահագ Ալեքսանյան ջան, էդի խափնվել ենք 680,000-ի մեջ, ես էլ եմ եղել, համի ոտերս թողել եմ, գլխիս եմ խփում, ինպես միլիոնավոր մարդիկ խափնվել են, փոշմանել ենք, չենք իմացել, որ թուրքի գործակալներին բերում ենք Հայաստանի իշխանության գլուխ։ Չենք իմացել, որ Ալիևը պետք է դեղից հրամայի, մենք էլ ստեղ ենթարկվենք Ալիևի հրամաններին։ Էսի մեր երկիրն է, Նիկոլ, էսի քո երկիրը չի։ Դու արդեն հոգեվարքի մեջ ես, քո վերջի խրխռոցներն արդեն ըլում, վերջի խրխռոցները, հրգություն չկա, Աստված արդար է, Աստված դաժան չի թողի, որ այս ժողովուրդը առանց էդ էլ այսքան տանջվա ժողովուրդը նորից այսքանից հետո տանջվեն, մեռնեմ Աստծուն, թող իրանք էլ իրանց այդ հասափուսեկով չին ամանչում, այդ ինչեր են խոսում, հելնում են էթում են արդ երկրներ, ժողովրդի անունից են խոսում, Հայաստանի անունից են խոսում, որ իրանք մոռացել են, որ իրանք ընդամենը ունեն 7% ձայն։ Դու ով ես, որ էթում ես, մի հատ ժողովուրդն էլ ես եմ, քեզ ով է այդքան իրավունք տվել, որ պետք է դու այդ ասի մանունից ընդեղ երանք Հայաստանը որոշել է, գլուխդ պատին ես տվել, դու Հայաստանն ես, հա, Էդու ես ասում ես Հայաստանը Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմի մեջ, դու ես Հայաստան, այ քնձր։ Ինոքետի նման բռնապես է, ինք այսօր Գրակը կեմ եք այդ գժերի ձեռը, թող էթանային մարդ իրանց երամով, նախիրով էթան հոգեբուժարանները բուժեն, մենք էլ պրծնենք, մենք էլ մեղք ենք, քիչ ես լարված վիճակ կլի, 4 հատ նախագահ եք ունեցել, որ մի նախագահի օրոք սենց լարված քնում ես, էլ մի չգիտես, թուրքը գլխիդ վերևը կլի թե չի, ու չգիտեմ, էլ բան չգիտեմ, շատ բան ասում, շատ երկ գիտեմ ցեներ չի գալի, շատ բան կարամ ասեմ, բայց ցենզուրայից դուրս կգամ, այս իրանք չեն էլ նայեն, 70 տարեկան մարդու տարան բռնեցին, չեն էլ նայի տարիքը, սերը, մի հատ մահանա են մանգալի, ես ես 7 տարվա մեջ սենց հասկացա, որ ով Նիկոլին չի գովում իրա կնգահետ կամ էլ իրա փնթոշ ընտանիքին, հաջորդ օրը բերդ, մի հատ գործ սարկմեն ու գնա։ որտեղ բոլորը հրեական հատուկ ծառայության գործակալներ են։ Կառավարության դիրքորոշման վերաբերյալ